Ինչ կանեիք, եթե իմանայիք, որ ձեր ազգի ամենամեծ թշնամին հենց եկեղեցու ներսում է։ Պատկերացրեք մի իրավիճակ. մի ամբողջ ժողովուրդ սպասում է իր պատմության մեծագույն սրբության ժամանամանը, բայց մի բարձրաստիճան եպիսկոպոս բոլորից թաքուն դավադրություն է կազմակերպում երկրի թշնամիների հետ։ Նրա նպատակը մեկն է՝ ամեն գնով ոչնչացնել այդ մասունքը, մինչև այն կհասնի իր նպատակին։ Սա դավաճանություն է այնպիսի մակարդակի, որի մասին լռում են պատմության գրքերը։ Դա անհավանական է։ Այսօր մենք կբացահայտենք այս անհավատալի պատմության բոլոր մանրամասները։ Դուք կիմանաք, թե ով էր այդ հոգևորականը և ինչն էր նրան մղում այդ սոսկալի քայլին։ Բայց ամենակարևորը, մենք ցույց կտանք այն հրաշքը, որը տեղի ունեցավ հենց այն պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ կորած է։ Մի հրաշք, որը ոչ թե պարզապես փրկեց իրավիճակը, այլ ծնեց մի կառույց, որը նմանը չունի ողջ աշխարհում։ Պատրաստվեք լսելու մի պատմություն, որը կփոխի ձեր պատկերացումները հավատքի և դավաճանության մասին։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը։ Տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Արևը դեռ նոր էր իր առաջին շողերը սփռում Ազատ գետի խոր կիրճի վրա, երբ երիտասարդ աբեղա Անանյանը դուրս եկավ իր ժայռափոր խցից։ Օդը սառն էր ու խոնավ, լցված քարի ու վայրի ուրցի բույրով, մի բույր, որը կարծես դարերի խորքից էր գալիս։ Նրա շուրջը վեր էին խոյանում ոչ թե մարդու ձեռքով շարված պատեր, այլ հենց լեռան հզոր անմշակ զանգվածը, որի ամեն մի ճաքը, ամեն մի ելուստը կարծես մի հնագույն գրություն լիներ։ Այստեղ, այս քարանձավային լռության մեջ, ամեն մի շունչը, ամեն մի աղոթքը կարծես հավերժության հետ էր խոսում, մի լռություն, որը ավելի բարձր էր, քան աշխարհի ամենաաղմկոտ քաղաքը։ Անանյան աչքերը հարեց դեպի կիրճի մյուս կողմը, որտեղ հեթանոսական ժամանակներից մնացած մեհյանների ստվերներն էին դեռևս պայքարում լուսադեմի դեմ, կարծես հին աստվածների ուրվականները չէին ուզում հեռանալ։ Նա այստեղ էր եկել իր հոգևոր հոր մեծն Գրիգոր Լուսավորչի կանչով, մի կանչ, որին անհնար էր չենթարկվել։ Տարիներ առաջ, խոր վիրապի 13 տարվա չարչարանքներից հետո, և Տրդատ թագավորը ծնկի եկավ ոչ թե թշնամու, այլ Աստծո առաջ, և Հայաստանը հռչակվեց աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը, Լուսավորիչը սկսեց իր մեծ գործը՝ երկրի հոգևոր մաքրագործումը։ Նա քանդում էր հեթանոսական կուռքերը, բայց ոչ թե ոչնչացնելու ցասումով, այլ վերափոխելու իմաստությամբ։ Նա գիտեր, որ կան վայրեր, որոնք սրբազան են ոչ թե այնտեղ դրված կուռքերի, այլ հենց իրենց էության, իրենց հոգևոր էներգիայի շնորհիվ, որը հոսում էր երկրի երակներով։ Այդպիսի վայր էր և այս կիրճը։ Մի օր Լուսավորիչը աղոթքի մեջ խորասուզված տեսիլք տեսավ, որը պիտի փոխեր ամեն ինչ։ Նա տեսավ, թե ինչպես է երկնքից լույսի մի սյուն իջնում այս խուլ կիրճի վրա և մտնում ժայռի մեջ, այն վերածելով լուսավոր տաճարի, որը շողում էր ներսից։ Հրեշտակները քարտաշների տեսքով, լուսեղեն գործիքներով կերտում էին խորաններ, սյուներ ու գմբեթներ ոչ թե քարից, այլ հենց քարի մեջ, կարծես ժայռը փափուկ կավ լիներ իրենց ձեռքին։ Եվ նա լսեց մի ձայն, որը գալիս էր ոչ թե դրսից, այլ իր սրտի խորքից. «Այստեղ կլինի իմ տունը, ապաստան նրանց համար, ովքեր փնտրում են ինձ, ոչ թե աշխարհի ունայնության, այլ հավերժության լռության մեջ»։ Այդ ձայնը դեռ երկար էր արձագանքում նրա հոգում։ Ահա թե ինչու էր Անանյան այստեղ։ Նա և մի քանի այլ ճգնավորներ Լուսավորչի հրամանով եկել էին այս վայրը, հիմնելու մի վանք, որը պիտի կոչվեր Այրի վանք, քարանձավների վանք։ Նրանց խնդիրը պարզ էր, բայց և անչափ բարդ՝ ապրել աղոթքով, ճգնությամբ և սեփական հավատքի ուժով այս վայրի հզոր, բայց վայրի հոգևոր էներգիան քրիստոնեական հունի մեջ դնել։ Դա նման էր վայրի ձի հնազանդեցնելուն, պահանջվում էր ոչ թե ուժ, այլ համբերություն և սեր։ Բայց նրանք մենակ չէին։ Կիրճի քարանձավներում դեռևս թաքնվում էին հին հավատքի քրմերի հետնորդները, ովքեր այս վայրը համարում էին իրենցը և չէին պատրաստվում այն հեշտությամբ զիջել։ Նրանք գիշերները տարօրինակ ձայներ էին հանում, անհասկանալի ծեսեր կատարում, փորձելով վախեցնել և հեռացնել նորեկներին։ Անանյան զգում էր այդ հոգևոր պայքարը իր մաշկի վրա։ Դա պայքար էր ոչ թե մարդկանց, այլ գաղափարների, ոչ թե սերերի, այլ հավատքների միջև։ Այն անտեսանելի էր, բայց ավելի իրական, քան իրենց շրջապատող ժայռերը։ Մի երեկո, երբ Լուսավորիչը այցելել էր նրանց, իր հետ բերելով հաց և գինի, Անանյան, չդիմանալով, մոտեցավ նրան։ Նրա երիտասարդ դեմքին անհանգստություն էր դրոշմված։ «Սուրբ Հայր», ասաց նա, և նրա ձայնը կոտրվեց։
Այս քարերը կարծես դիմադրում են մեզ, լռությունը ծանր է, կարծես ճնշում է ուսերիս, իսկ գիշերները լի են անհանգիստ շշուկներով, որոնք սողոսկում են մեր խցերը և սառեցնում սիրտը։ Գրիգոր Լուսավորիչը դրեց իր կոշտացած, աշխատանքից մաշված ձեռքը երիտասարդի ուսին և նայեց նրա աչքերի մեջ։ Նրա հայացքը հանգիստ էր, ինչպես լեռնային լիճը, բայց և պողպատի պես ամուր։ Այդ հայացքը տեսել էր խոր վիրապի խավարը, բայց նաև Աստծո լույսը։ «Որդյակս», ասաց նա, և նրա ձայնը հանգիստ էր, բայց հզոր, ինչպես հեռավոր որոտը։ Քարը դիմադրում է միայն թույլ գործիքին։ Մեր գործիքը ոչ թե մուրճն է, այլ աղոթքը։ Այս վայրը սպասում է ոչ թե նվաճողի, այլ պահապանի։ Մի փորձիր կոտրել այս ժայռերը, այլ խոսիր նրանց հետ։ Եկելու է օրը, երբ այստեղ կբերվի մի սրբություն, որն այնքան հզոր կլինի, որ այս ժայռերն իրենք կբացվեն նրա առաջ և կդառնան նրա տունն ու զրահը։ Անհավատալի խոսքեր, Անանյան չհասկացավ այդ խոսքերի ոչ խորությունը։ Ինչ սրբություն, ինչպես կարող են ժայռերը բացվել, կարծես դռներ լինեն։ Դա հակասում էր բնության բոլոր օրենքներին, բայց նա լռեց և վստահեց իր ուսուցչին, քանի որ նրա խոսքերում միշտ կար ավելին, քան լսում էր ականջը։ Նա չգիտեր, որ դա ընդամենը սկիզբն էր մի պատմության, որը պիտի ձգվեր դարեր շարունակ և հասներ մինչև մեր օրերը։ Պատմություն հավատքի, հրաշքի և մի նիզակի մասին, որը փոխեց ոչ միայն այս վանքի, այլև ողջ հայ ժողովրդի ճակատագիրը։ Բայց դա միայն սկիզբն էր, ամենասարսափելին առջևում էր։ Չորրորդ դարի Հայաստանը նոր էր շունչ քաշում, նոր էր սովորում ապրել լույսի ներքո, թոթափելով հեթանոսության դարավոր փոշին։ Քրիստոնեության ընդունումը միայն հոգևոր հեղափոխություն չէր, այն քաղաքական և մշակութային վերածնունդ էր, ազգի վերածնունդ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Տրդատ Մեծի ջանքերով երկիրը թևակոխել էր նոր դարաշրջան, որտեղ սուրն ու խաչը դարձել էին մեկ ամբողջություն։ Էջմիածնի մայր տաճարը միացնի իջած վայրը։ Իր ոսկեզօծ գմբեթներով դարձել էր համայն հայության հոգևոր սիրտը, որտեղից կյանքի զարկերակներ էին տարածվում դեպի երկրի ամենահեռավոր անկյունները։ Սակայն Լուսավորիչը հասկանում էր, որ հավատքը պետք է արմատներ գցի երկրի բոլոր անկյուններում, հատկապես այնտեղ, որտեղ դարեր շարունակ ծաղկել էր հեթանոսությունը։ Պետք էր ոչ միայն կառուցել, այլև վերակառուցել հոգիները։ Այրիվանքի ընտրությունը պատահական չէր, այդ կիրճը հնուց ի վեր համարվում էր ուժի վայր։ Այնտեղ բխող սառնորակ աղբյուրին մարդիկ վերագրում էին բուժիչ հատկություններ, իսկ քարանձավները ծառայում էին որպես ապաստան և մեդիտացիայի վայր։ Լուսավորիչը իր հանճարեղ հոգևոր ռազմավարությամբ չէր փորձում ջնջել ժողովրդական հիշողությունը, դա անհնար էր, ընդհակառակը, նա այն մկրտում էր, մաքրում հեթանոսական տառերից և լցնում քրիստոնեական բովանդակությամբ։ Այդ աղբյուրը դարձավ սուրբ ավազան, իսկ քարանձավները ճգնավորների խցեր, որտեղ նոր աղոթքներ էին հնչում։ Առաջին վանականները, ինչպես մեր ծանոթ Անանիան, վարում էին անչափ խիստ կյանք։ Նրանց օրերը անցնում էին աղոթքի, Սուրբ գրքի ընթերցանության և ֆիզիկական աշխատանքի մեջ։ Նրանք փորում էին նոր խցեր, հարթեցնում ժայռերը, ստեղծելով փոքրիկ մատուղ, որտեղ կարող էին համատեղ պատարակ մատուցել։ Նրանց սնունդը բաղկացած էր վայրի բույսերից, որոնք աճում էին կիրճի լանջերին, և այն նվիրատվություններից, որոնք հազվադեպ ուխտավորները բերում էին իրենց հետ։ Նրանց մարմինները տկար էին, բայց հոգիները պողպատի պես ամուր։ Սակայն հոգևոր պայքարը շարունակվում էր։ Հայաստանը գտնվում էր երկու հզոր կայսրությունների՝ քրիստոնյա Բյուզանդիայի և զրադաշտական Պարսկաստանի միջև, ինչպես ավազահատիկը երկու երկանկի քարերի արանքում։ Պարսից արքունիքը ամեն կերպ փորձում էր վերականգնել իր ազդեցությունը Հայաստանում, տարածելով մազդեականություն և խրախուսելով հին հեթանոսական սովորույթները։ Այրիվանքի նման մեկուսի վայրերը դառնում էին թիրախ։ Գիշերները վանականները լսում էին ոչ միայն վայրի գազանների ոռնոցը, այլև մոգերի անեծքները, որոնք հեռվից կրակներ էին վարում և փորձում չար ուժերին ուղղել դեպի վանքը։ Դա անտեսանելի պատերազմ էր։ Հենց այս ժամանակաշրջանում էր, որ հայ առաքելական եկեղեցու գահին բազմեց մեկ այլ հզոր գործիչ՝ Սուրբ Սահակ Պարթև Քաթողիկոսը։ Նա լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչն էր և կրում էր նույն հոգևոր կրակը։ Սահակ Պարթևը Մեսրոպ Մաշտոցի հետ միասին իրականացնում էր հայոց գրերի գյուտի և Աստվածաշնչի թարգմանության սրբազան գործը։ Նա հասկանում էր, որ հայ ժողովրդի հարատևման գրավականը ոչ միայն զենքն է, այլև հավատքն ու գիրը։ Նա կռում էր ոչ թե երկաթե, այլ հոգևոր զենքեր։
Կաթողիկոսը հատուկ ուշադրություն էր դարձնում այրի վանքին, նա տեսնում էր դրա ռազմավարական և հոգևոր նշանակությունը։ Նա գիտեր, որ ժողովրդին պետք են ոչ միայն գրքեր և եկեղեցիներ, այլև հզոր խորհրդանիշներ, սրբազան մասունքներ, որոնք կամրապնդեն նրանց հավատքը և կդարձնեն այն շոշափելի։ Եվ նա սկսեց աղոթել, որ Տերը Հայաստանին մի այնպիսի նշան ուղարկի, որը կցրի բոլոր կասկածները և կմիավորի ազգը։ Այդ ժամանակ հռոմեական կայսրությունում արդեն մեծ հարգանք էր վայելում մի սրբություն, որի մասին խոսում էին սարսափով և ակնածանքով։ Դա այն նիզակն էր, որով հռոմեացի հարյուրապետ Գայոս Կասիոս Լոնգինոսը խոցել էր խաչված Հիսուսի կողը, համոզվելու նրա մահվան մեջ։ Ավանդության համաձայն, Քրիստոսի արյունը և ջուրը, որ դուրս եկան վերքից, կաթեցին Լոնգինոսի հիվանդ աչքերին և ակնթարթորեն բուժեցին նրան։ Այդ պահին նա բացականչեց. ճշմարիտ, այս մարդն Աստծո որդի էր։ Նա դարձի եկավ, մկրտվեց և հետագայում նահատակվեց հանուն Քրիստոսի, իսկ նիզակը դարձավ քրիստոնեական աշխարհի ամենահզոր մասունքներից մեկը։ Ասում էին, թե ում ձեռքում է այն, նա անպարտելի է և իշխում է աշխարհի ճակատագրին, այն կոչում էին ճակատագրի նիզակ։ Եվ ահա, Սահակ Պարթևի աղոթքների պատասխանը սկսեց ձևավորվել։ Բյուզանդիայից Հայաստան հասան լուրեր, որ Թադեոս առաքյալի կողմից բերված և երկար ժամանակ թաքցված սուրբ նիզակը հայտնաբերվել է։ Դա ոչ թե Լոնգինոսի նիզակն էր, այլ մի այլ նիզակ, որը նույնպես մասնակից էր եղել խաչելությանը և որը Թադեոս առաքյալը բերել էր Հայաստան որպես Տիրոջ չարչարանքների վկայություն։ Բայց ժամանակի ընթացքում երկու պատմությունները միահյուսվեցին, դառնալով մեկ հզոր ավանդություն։ Առաջին նշանները մոտալուտ հոգևոր փորձության հայտնվեցին։ Պարսից մոգերը, լսելով այս մասին, անհանգստացան։ Նրանք գիտեին, որ եթե այդպիսի հզոր մասունք հայտնվի հայերի ձեռքում, իրենց ազդեցությունը վերջնականապես կմարի։ Նրանք սկսեցին ինտրիգներ հյուսել, կաշառել հայ նախարարներին, լուրեր տարածել, թե իբր նիզակը կեղծ է և դրա նպատակը հայերին Բյուզանդիայի վասալը դարձնելն է։ Թույնը սկսեց տարածվել։ Հոգևոր պայքարը թևակոխում էր նոր, ավելի վտանգավոր փուլ։ Խաղասեղանին դրված էր ոչ միայն այրիվանքի ճակատագիրը, այլև ողջ հայ առաքելական եկեղեցու։ Սահակ Պարթևը հասկանում էր, եթե նիզակը հասնի Հայաստան, նրան անհրաժեշտ կլինի մի վայր, որը կլինի և անառիկ, և սրբազան։ Մի վայր, որը կկարողանա պահպանել այդ անգին գանձը։ Եվ նրա հայացքն ուղղվեց դեպի Ազատի կիրճը, դեպի այն քարանձավային վանքը, որի հիմքը դրել էր մեծ լուսավորիչը։ Բայց նույնիսկ նա չէր կարող պատկերացնել, թե ինչպիսի հրաշքների և ինչպիսի սարսափների սկիզբ էր դրվում։ Պատմությունը նոր էր սկսվում։ Լուրը, թե Սուրբ Գեղարդը, Փրկչի կողը խոցած նիզակը, շարժվում է դեպի Հայաստան, տարածվեց կայծակի արագությամբ, բորբոքելով բույսեր և սրելով վախեր։ Հավատացյալ ժողովրդի մեջ ոգևորությունն անսահման էր, կարծես երկինքն ինքն էր խոստացել իջնել հայոց հողի վրա։ Շատերի համար դա աստվածային նշան էր, հաստատումն այն բանի, որ Աստված չի լքել իր առաջին քրիստոնյա ազգին։ Սակայն, ինչպես հաճախ է պատահում, լույսի հետ մեկտեղ ակտիվացավ նաև խավարը, և ստվերները երկարեցին։ Հիմնական հոգևոր հակամարտությունը ծավալվեց երկու ճակատով, մեկը տեսանելի, մյուսը անտեսանելի և ավելի վտանգավոր։ Առաջինը արտաքինն էր, պարսկամետ նախարարներն ու մոգերը, ովքեր ամեն կերպ փորձում էին խոչընդոտել մասունքի մուտքը Հայաստան։ Նրանք սահմաններին դարաններ էին լարում, կեղծ լուրեր տարածում, թե իբր նիզակը ճանապարհին անիծվել է և այն իր հետ բերելու է ոչ թե օրհնություն, այլ համաճարակ ու պատերազմ։ Բայց ավելի վտանգավոր է ներքին հակամարտությունն էր, որը որդի պես քայքայում էր եկեղեցին ներսից։ Եկեղեցու ներսում անգամ կային ձայներ, որոնք կասկածի տակ էին դնում մասունքապաշտության գաղափարը։ Մի խումբ ասորի և հույն աստվածաբանների ազդեցության տակ գտնվող վանականներ պնդում էին, որ քրիստոնյան պետք է երկրպագի միայն անտեսանելի Աստծուն։ Նրանց առաջնորդն էր Եվթիքիոս անունով մի խստակյաց եպիսկոպոս, ով հայտնի էր իր պերճախոսությամբ և անզիջում դիրքորոշմամբ։ Նրա խոսքերը սուր էին, իսկ տրամաբանությունը սառը։ Սուրբ Հայր, դիմեց Եվթիքիոսը Սահակ Պարթևին վաղարշապատում հրավիրված եկեղեցական ժողովի ժամանակ, և նրա ձայնը հնչեց Էջմիածնի Մայր տաճանի կամալների տակ։ Մենք ժողովրդին սովորեցնում ենք հավատալ Քրիստոսին, ոչ թե մի երկաթի կտորի, որը իբր խոցել է նրա կողը։ Սա վտանգավոր շեղում է, մարդիկ կսկսեն հրաշքներ ակնկալել ոչ թե աղոթքից ու ապաշխարությունից, այլ այս նիզակից։
Մենք կստեղծենք նոր ոսկե հորդ։ Երբ նա դա ասաց, ամբողջ եկեղեցին սառեց, սրահում լռություն տիրեց։ Եվթիքիոսի խոսքերը տրամաբանական էին թվում, և շատերի սրտում կասկածի սերմեր ցանեցին։ Ինչպես համարձակվեց նա։ Սահակ Պարթևը, ով օժտված էր ոչ միայն հոգևոր խորությամբ, այլև մեծ իմաստությամբ, համբերատար լսեց նրան։ Երբ Եվթիքիոսը ավարտեց, կաթողիկոսը հանգիստ ձայնով պատասխանեց. «Սրբազան եղբայր», սկսեց նա, «դու ճիշտ ես, մեր հավատքի կենտրոնը Քրիստոսն է։ Բայց միթե Տերը չի օգտագործում նյութական աշխարհը իր զորությունը ցույց տալու համար։ Միթե նա կավից և իր թքից մարդու աչքերը չբուժեց։ Մասունքը ոչ թե հավատքի առարկա է, այլ հավատքի խարիսկ։ Այն շոշափելի վկայությունն է այն իրադարձությունների, որոնց վրա հիմնված է մեր փրկությունը։ Այս նիզակը ոչ թե երկաթի կտոր է, այլ վկա, որը տեսել է Փրկչի արյունը, մարդկության մեղքերի քավությունը»։ Այնուհետև կաթողիկոսը դիմեց ժողովին. «Մեր ժողովուրդը նոր է դուրս եկել հեթանոսության խավարից։ Նրանց պետք է լույս, որը կարելի է տեսնել, ջերմություն, որը կարելի է զգալ։ Սուրբ Գեղարդը կլինի այդ լույսն ու ջերմությունը»։ Չնայած կաթողիկոսի իմաստուն խոսքերին, Եվթիքիոսը և նրա կողմնակիցները չհամոզվեցին։ Նրանք լքեցին ժողովը, իրենց հետ տանելով կասկածի և պառակտման սպառնալիքը։ Սահակ Պարթևը հասկացավ, որ իրավիճակը բարդ է։ Նա հրավիրեց իր մոտ այրիվանքի առաջնորդ, արդեն տարեց Անանային և մի քանի այլ հավատարիմ եպիսկոպոսների։ Նրանք օրեր շարունակ աղոթում էին Էջմիածնի մայր տաճարում, խնդրելով Աստծուց առաջնորդություն։ Խորհրդի ժամանակ որոշվեց, որ նիզակի համար պետք է պատրաստել ամենաանվտանգ և ամենասուրբ վայրը, և այդ վայրը պետք է լիներ այրիվանքը։ Կաթողիկոսը հրամայեց ուղարկել լավագույն վարպետներին և ճարտարապետներին այրիվանքում կառուցելու մի եկեղեցի, որը կլիներ ոչ թե ժայռի վրա, այլ հենց ժայռի մեջ։ Դա աննախադեպ և համարձակ որոշում էր։ «Մենք կփորենք լեռը», ասաց Սահակ Պարթևը, «և կստեղծենք մի տապան, որը ոչ մի թշնամի չի կարողանա գտնել կամ նվաճել։ Ինչպես Տերը թաղվեց ժայռափոր գերեզմանում և հարություն առավ, այնպես էլ մեր հավատքը կպահպանվի և կամրապնդվի այս քարե սրտում»։ Բայց դա միայն սկիզբն էր։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչպիսի ինժեներական և հոգևոր մարտահրավերների հետ էին բախվելու։ Ինչպես փորել հսկայական եկեղեցի ժայռի մեջ առանց այն փլուզելու։ Ինչպես լուծել լուսավորության և օդափոխության հարցը։ Եվ ամենակարևորը, ինչպես հաղթահարել այն չար ուժերի դիմադրությունը, որոնք զգում էին, որ իրենց վերջին հենակետը խլում են ձեռքներից։ Հակամարտությունը խորանում էր։ Եվտիքիոսը, տեսնելով, որ իր խոսքերը չեն կանգնեցնում կաթողիկոսին, անցավ գաղտնի գործողությունների։ Նա կապ հաստատեց պարսկամետ ուժերի հետ, նրանց տրամադրելով տեղեկություններ նիզակի երթուղու և այրիվանքի շինարարության մասին։ Նրա նպատակն էր թույլ չտալ, որ մասունքը հասնի Հայաստան, կամ եթե հասնի, ապա գողանալ այն, ապացուցելու համար, որ այն աստվածային պաշտպանություն չունի։ Խաղը դառնում էր մահացու վտանգավոր, և ամեն ինչ դեռ առջևում էր։ Այրիվանքի շինարարությունը սկսվեց մեծ խանդավառությամբ, բայց շատ շուտով բախվեց անհաղթահարելի թվացող խոչընդոտների, որոնք ոչ մի կապ չունեին ճարտարապետության հետ։ Ժայռը, որը պետք է դառնար եկեղեցի, կարծես կենդանի օրգանիզմ լիներ, որը դիմադրում էր ամեն մի հարվածին, կարծես իր քարե սրտում պահում էր դարերի ցավը։ Գործիքները կոտրվում էին անբացատրելի հեշտությամբ, քարտաշները, որոնք սովոր էին օրեր շարունակ աշխատել, հոգնում էին ժամերի ընթացքում, կարծես մի անտեսանելի ուժ քամում էր նրանց կենսական էներգիան։ Գիշերները տարօրինակ ձայներ էին լսվում ժայռի խորքից, կարծես լեռը տնքում էր ցավից, կարծես բողոքում էր իրեն հասցվող վերքերից։ Դա սարսափելի էր։ «Սա անիծված վայր է», շշնջում էին բանվորները, վախեցած նայելով միմյանց։ «Հին աստվածները չեն ուզում զիջել իրենց տունը, նրանք զայրացած են»։ Վարպետապետը, Ղուկաս անունով մի աստվածավահ մարդ, ում Սահակ Պարթևն էր ուղարկել, հուսահատության եզրին էր։ Նա իր ամբողջ կյանքում եկեղեցիներ էր կառուցել, բայց դրանք բոլորը քարը քարի վրա դնելով էին, իսկ այստեղ պետք էր անել հակառակը, հանել քարը, ներսում դատարկություն ստեղծելով մի սրբազան բացակայություն։ Նրա բոլոր հաշվարկները ցույց էին տալիս, որ եթե նրանք փորեն այնպիսի մեծ սրահ, ինչպիսին պահանջվում էր եկեղեցու համար, առաստաղը անխուսափելիորեն կփլվի, իր տակ թաղելով բոլորին։ Դա մաթեմատիկա էր, ոչ թե հավատք։ Իրավիճակը էլ ավելի բարդացավ, երբ Եվտիքիոսի սադրանքների արդյունքում ժողովրդի մեջ սկսեցին լուրեր պտտվել, որոնք թույնի պես տարածվում էին։
Ինչ կասեն հավատացյալները, երբ իմանան, որ կաթողիկոսի հրամանով մարդկանց կենդանի թաղում են լեռան մեջ։ Նա ուզում է աստվածային մասունքը պահել մի վայրում, որը Աստված ինքը չի ընդունում։ Այս խոսքերը խարխլում էին եկեղեցու հիմքերը, եկեղեցու պատիվը վտանգված էր։ Սահակ Պարթևի վրա ճնշումը գնալով մեծանում էր։ Նույնիսկ նրա ամենամոտ խորհրդականներից ոմանք սկսեցին խորհուրդ տալ հրաժարվել այդ անմիտ ձեռնարկումից և Գեղարդի համար կառուցել մի գեղեցիկ, բայց սովորական եկեղեցի Վաղարշապատում։ Սուրբ Հայր, ասում էին նրանք, մենք չենք կարող ռիսկի դիմել, եթե շինարարությունը ձախողվի, դա կդիտվի որպես աստվածային նշան, որ մենք սխալ ուղու վրա ենք։ Եվտիքիոսը կհաղթանակի, և մեր եկեղեցին կպառակտվի։ Հենց այդ օրերին լուր եկավ, որ Սուրբ Գեղարդը տեղափոխող քարավանը ենթարկվել է հարձակման պարսկական սահմանի մոտ։ Թեև հայ զինվորները կարողացել էին հետ մղել հարձակումը, մի քանի հոգի զոհվել էին, իսկ մասունքը պահող տապանակը վնասվել էր։ Վախ սողոսկեց մարդկանց սրտերը, գուցե մոքերի անեծքները սկսել էին գործել, գուցե Եվտիքիոսը ճիշտ էր։ Այրիվանքում իրավիճակը հասավ իր գագաթնակետին։ Մի գիշեր, երբ բանվորները փորում էին ապագա եկեղեցու կենտրոնական մասը, ժայռից մի հսկայական քար պոկվեց և ընկավ, հրաշքով չվնասելով ոչ ոքի։ Բայց դա վերջին կաթիլն էր։ Հաջորդ առավոտ բանվորները հրաժարվեցին շարունակել աշխատանքը։ Մենք մահկանացուներ ենք, ոչ թե հրեշտակներ, ասաց նրանց ավագը վարպետապետ Ղուպասին։ Մենք չենք կարող կռվել լեռան դեմ, թող Աստված ինքը կառուցի իր տունը, եթե կամենում է։ Ղուկասը հուսահատված փակվեց իր խցում և սկսեց աղոթել։ Նա իր ամբողջ կյանքը նվիրել էր եկեղեցիների կառուցմանը և իրեն համարում էր Աստծո ճարտարապետը, բայց այժմ նա իրեն զգում էր անզոր և անպետք։ Նա դրել էր իր հեղինակությունը, իր հավատքը այս գործի մեջ, և այժմ ամեն ինչ փլուզվում էր։ Նույն երեկոյան, երբ արևը մայր էր մտնում, այրիվանք ժամանեց անսպասելի հյուր։ Դա Եվտիքիոս էպիսկոպոսն էր։ Նա եկել էր ոչ թե մենակ, այլ մի քանի զինված մարդկանց հետ, իբր թե իր անվտանգությունն ապահովելու համար։ Նա գտավ Ղուկասին և սառը հաղթական ժպիտով ասաց. «Տեսնում ես, վարպետ, անգամ քարերն են բողոքում այս սրբապղծության դեմ։ Լսիր իմ խորհուրդը, վերցրու մարդկանցդ և հեռացիր այստեղից, քանի դեռ այս լեռը բոլորիդ գերեզմանը չի դարձել»։ Կաթողիկոսը մոլորության մեջ է, բայց Տերը թույլ չի տա, որ նրա հպարտությունը կործանի եկեղեցին։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Ղուկասի համար սա այլևս ինժեներական խնդիր չէր, սա հավատքի պայքար էր։ Նա նայեց Եվտիքիոսի աչքերի մեջ և այնտեղ տեսավ ոչ թե հոգևորականի մտահոգություն, այլ չարախինդ հաղթանակի փայլ։ «Ես այստեղից չեմ գնա», հաստատակամորեն պատասխանեց Ղուկասը։ «Ես այս գործը սկսել եմ Աստծո անունով և կավարտեմ այն, կամ կմեռնեմ այստեղ։ Իսկ դուք, սրբազան, զգույշ եղեք, որ ձեր սեփական հպարտությունը ձեզ չկուրացնի»։ Եվտիքիոսը քմծիծաղ տվեց և հեռացավ, թողնելով Ղուկասին մենակ իր կասկածների և փլուզվող հույսերի հետ։ Իրավիճակը թվում էր անելանելի։ Շինարարությունը կանգ էր առել, ժողովուրդը շփոթված էր, եկեղեցու ներսում պառակտում էր հասունանում, իսկ Սուրբ Գեղարդը, որը պետք է լիներ միասնության խորհրդանիշ, դարձել էր վեճերի և արյունահեղության պատճառ։ Թվում էր, թե խավարը հաղթում է։ Եվ հետո տեղի ունեցավ անհավանականը։ Այն գիշեր, երբ թվում էր, թե ամեն ինչ կորած է, երբ հույսը մոմի պես հանգչում էր հուսահատության քամուց, վարպետապետ Ղուկասը չկարողացավ քնել։ Նա դուրս եկավ իր խցից և նստեց կիսակառույց եկեղեցու մուտքի մոտ, նայելով աստղազարդ երկնքին, որն անտարբեր էր թվում իր տառապանքների նկատմամբ։ Նրա սիրտը ծանր էր, ինչպես այն քարը, որը քիչ առաջ պոկվել էր ժայռից։ Նա աղոթում էր, բայց նրա աղոթքը ոչ թե խնդրանք էր, այլ հոգու ճիչ, անխոս հառաչանք։ Նա իրեն մեղավոր էր զգում բոլորի առաջ, կաթողիկոսի, բանվորների և ամենից շատ Աստծո առաջ։ Նա ձախողել էր։ Եվ հենց այդ պահին, երբ նա պատրաստ էր հանձնվել, տեղի ունեցավ անհավանականը։ Հանկարծ նա զգաց, որ օդը փոխվեց։ Գիշերային սառնությունը փոխարինվեց մի անբացատրելի ջերմությամբ, որը կարծես գալիս էր ոչ թե դրսից, այլ հենց ժայռի սրտից։ Հետո նա լսեց մի ձայն։ Դա ոչ թե մարդկային ձայն էր, այլ երաժշտություն, հրեշտակների երգեցողություն, որը կարծես հոսում էր քարերի միջով։ Ղուկասը վեր թռավ։ Նա նայեց դեպի ժայռը և շունչը կտրվեց։ Ժայռը փայլում էր։ Թույլ արծաթագույն լույս էր բխում նրա ճաքերից, կարծես լեռան ներսում հազարավոր մոմեր էին վառել։ Սա չի կարող ճիշտ լինել։ Ղուկասը, մոռանալով վախի մասին, մոտեցավ ժայռին և ձեռքը դրեց քարին։
Քարը տաք էր եւ թրթրում էր, կարծես կենթանի սիրտ լիներ։ Եվ հետո նա տեսավ. ժայռի մակերեսին, հենց այնտեղ, որտեղ պետք է լիներ ապագա եկեղեցու խորանը, սկսեցին հայտնվել գծեր։ Լուսավոր գծեր, որոնք ինքն իրենց գծվում էին քարի վրա, կազմելով գմբեթի, սյուների, կամարների ուրվագծերը։ Դա ճարտարապետական գծագիր էր, որը գծվում էր ոչ թե մարդու, այլ Աստծո ձեռքով։ Ղուկասը ծնկի իջավ, նրա աչքերից արցունքներ էին հոսում։ Սա ոչ թե պարզապես հրաշք էր, սա պատասխան էր, սա ուղեցույց էր։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Ղուկասը հասկացավ իր սխալը։ Նա փորձում էր լեռանը պարտադրել իր կամքը, իր գիտելիքները, իր նախագծերը, բայց լեռնը ինքն ուներ իր նախագիծը, իր հոգին։ Պետք չէր կռվել նրա դեմ, պետք էր լսել նրան, հետևել նրա երակներին, նրա ուժի գծերին։ Աստվածային ճարտարապետը ցույց էր տալիս, թե որտեղ պետք է հանել քարը եւ որտեղ թողնել։ Նա ցույց էր տալիս, թե ինչպես կարելի է ստեղծել մի կառույց, որը կլինի եւ մարդու ձեռքի գործ, եւ բնության մի մաս, մի կառույց, որը կկանգնի ոչ թե ինժեներական հաշվարկների, այլ աստվածային ներդաշնակության վրա։ Հաջորդ առավոտ, երբ բանվորները եկան իրենց իրերը հավաքելու եւ հեռանալու, նրանք գտան Ղուկասին, ով կանգնած էր ժայռի մոտ, փոխված, լուսավորված դեմքով։ Նա ոչինչ չասաց, նա պարզապես վերցրեց մուրճն ու հատիճը եւ սկսեց աշխատել, հետևելով այն լուսավոր գծերին, որոնք դեռ թույլ տեսանելի էին քարի վրա։ Բանվորները, տեսնելով նրա վստահությունը եւ ժայռի վրայի անբացատրելի նշանները, մնացին շշմած։ Նրանք նայեցին միմյանց, հետո նորից Ղուկասին, եւ հետո մեկը մյուսի հետևից նրանք վերցրին իրենց գործիքները եւ միացան նրան։ Այդ օրվանից շինարարությունը ընթացավ անհավատալի արագությամբ եւ հեշտությամբ, ժայռը այլևս չէր դիմադրում։ Ընդհակառակը, այն կարծես օգնում էր, զիջում էր, բացվում էր։ Քարերը պոկվում էին հենց այնտեղ, որտեղ պետք էր, ստեղծելով կատարյալ ձևեր։ Շատ շուտով ժայռի սրտում սկսեց ուրվագծվել մի եկեղեցի, որը նման չէր աշխարհում ոչ մի բանի։ Նրա պատերը հենց լեռն էր, նրա գմբեթը երկինքը, որը երևում էր վերևում բացված երդիկից։ Այն ինժեներական հրաշք էր, բայց ավելի շատ հավատքի հրաշք։ Լուրը այրիվանքի հրաշքի մասին տարածվեց ողջ Հայաստանով մեկ։ Մարդիկ գալիս էին տեսնելու սեփական աչքերով այն եկեղեցին, որը կառուցում էին հրեշտակները։ Սահակ Պարթևը, լսելով այս մասին, փառք տվեց Աստծուն։ Նա հասկացավ, որ Տերը ոչ միայն պատասխանել է իր աղոթքներին, այլև տվել է մի նշան, որը կլռեցնի բոլոր թերահավատներին։ Իսկ Եվթիքիոսը, երբ նա լսեց հրաշքի մասին, սկզբում չհավատաց։ Նա կարծում էր, որ դա հերթական հնարքն է, կաթողիկոսի կողմից կազմակերպված մի բեմադրություն։ Բայց երբ իր աչքով տեսավ ուխտավորների բազմությունը, որոնք հոսում էին դեպի այրիվանք, երբ լսեց նրանց հիացական պատմությունները, նրա սիրտը լցվեց ոչ թե հավատքով, այլ սև նախանձով եւ զայրույթով։ Նա հասկացավ, որ պարտվում է, եւ նա որոշեց անցնել վերջին ամենահուսահատ քայլին։ Նա որոշեց, որ եթե չի կարող կանգնեցնել Գեհարդի գալուստը, ապա պետք է այնպես անի, որ այն հասնի ոչ թե սուրբ վանք, այլ դատարկ անկենդան քարանձավ։ Նրա դավադրությունը թևակողում էր իր վերջին։ Ամենաարյունալի փուլը։ Այրիվանքի հրաշքի լուրը տարածվեց ողջ Հայաստանով մեկ, քամուց արագ, կրակից վառ։ Այն դարձավ շշուկ, հետո երգ, հետո համաժողովրդական աղաղակ, որը հասավ մինչև վաղարշապատի սուրբ պատերը։ Ուխտավորների անվերջանալի քարավանները սկսեցին հոսել դեպի Ազատի կիրճը, տեսնելու սեփական աչքերով այն եկեղեցին, որը ծնվում էր ոչ թե մարդու, այլ Աստծո կամքով։ Նրանք տեսնում էին վարպետների ոգևորված աշխատանքը, տեսնում էին ժայռի վրայի լուսավոր ուրվագծերը, որոնք դեռ տեսանելի էին լուսադեմին, եւ նրանց սրտերը լցվում էին ակնածանքով եւ հավատքով։ Եկեղեցական համայնքը ցնծության մեջ էր, հրաշքը շոշափելի էր դարձել։ Սահակ Պարթևը, լսելով այս մասին, փառք տվեց Աստծուն։ Նա հասկացավ, որ Տերը ոչ միայն պատասխանել է իր աղոթքներին, այլև տվել է մի նշան, որը կլռեցնի բոլոր թերահավատներին, մի նշան, որը ավելի հզոր էր, քան ցանկացած քարոզ։ Նրա հեղինակությունը, որը սկսել էր խարխլվել, վերականգնվեց եւ ամրապնդվեց։ Նրանք, ովքեր երեք կասկածում էին, այսօր գլուխ էին խոնարհում նրա իմաստության առաջ։ Նոր դաշնակիցներ հայտնվեցին, նույնիսկ այն եպիսկոպոսների շարքում, ովքեր նախկինում լուր պաշտպանում էին Եվտիքիոսին։ Հոգևոր ուժերի հարաբերակցությունը եկեղեցու ներսում կտրուկ փոխվեց։ Այս ամենը սկիզբ դրեց հոգևոր հարաբերությունների եւ համոզմունքների լայնածավալ վերանայման։
Մարդիկ սկսեցին այլ կերպ նայել մասունքներին, հրաշքներին, հավատքի դրսևորումներին։ Եթե Աստված կարող էր ժայռի վրա գծագիծ թողնել, ապա ինչու չէր կարող իր զորությունը դնել մի նիզակի մեջ, որը ներկվել էր իր որդու արյունով։ Եվտիքիոսի սառը տրամաբանական փաստարկները սկսեցին հալվել հրաշքի տաք լույսի ներքո։ Նրա կողմնակիցները սկսեցին լքել նրան, մեկը մյուսի հետևից, վախենալով հայտնվել հոսանքին հակառակ լողացողի դերում։ Իսկ Եվտիքիոսը, երբ նա լսեց հրաշքի մասին, սկզբում չհավատաց։ Նա կարծում էր, որ դա հերթական հնարքն է, կաթողիկոսի կողմից կազմակերպված մի բեմադրություն, որի նպատակն էր խաբել միամիտ ժողովրդին։ Բայց երբ իր աչքով տեսավ ուխտավորների բազմությունը, որոնք հոսում էին դեպի այրիվանք, երբ լսեց նրանց հիացական պատմությունները, նրա սիրտը լցվեց ոչ թե հավատքով, այլ սև նախանձով և զայրույթով։ Նա հասկացավ, որ պարտվում է։ Աստված, որին նա կարծում էր, թե ծառայում էր, կարծես թե հակառակորդի կողմն էր անցել։ Այդ պահին նրա մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Նրա հավատքը, որը հիմնված էր կանոնների, դոգմաների և տրամաբանության վրա, փշրվեց անբացատրելիի, հրաշալիի առաջ։ Եվ այդ դատարկության մեջ ծնվեց մի սարսափելի որոշում։ Եթե նա չէր կարող հաղթել հոգևոր պայքարում, ապա պետք է հաղթեր ֆիզիկականում։ Եթե չէր կարող կանգնեցնել գեղարդի գալուստը, ապա պետք է այնպես աներ, որ այն հասնի ոչ թե սուրբ վանք, այլ դատարկ, անկենդան քարանձավ։ Նա գաղտնի հանդիպեց իր վերջին ամենահավատարիմ կողմնակիցներին և պարսից գործակալներին։ Նրա ծրագիրը դիվային էր իր պարզությամբ։ Նրանք պետք է հարձակվեն այրիվանքի վրա հենց այն գիշերը, երբ Սուրբ Գեղարդը պետք է բերվեր այնտեղ։ Նրանք պետք է սպանեին վանականներին, ավերեին կիսակառույց եկեղեցին և գողանային մասունքը։ Այդպիսով նա կապացուցեր իր տեսության ճշմարտացիությունը։ Մասունքը չունի աստվածային պաշտպանություն, իսկ հրաշքը պարզապես պատահականություն էր։ Սահակ Պարթևը, ոգեշնչված հրաշքից, իր հերթին որոշեց արագացնել իրադարձությունները։ Նա հասկանում էր, որ պետք է օգտագործել այս բարենպաստ պահը։ Նա հրամայեց, որ Սուրբ Գեղարդը անհապաղ բերվի այրիվանք, նույնիսկ եթե եկեղեցին դեռ լիովին պատրաստ չէ։ Նա ցանկանում էր կազմակերպել մեծ տոնախմբություն, համաժողովրդական ուխտագնացություն, որը վերջնականապես կամրապնդեր հավատքը և կամրապնդեր ազգը։ Նա դեռ չգիտեր, որ այդ որոշմամբ ինքն էլ ակամայից նպաստում էր Եվտիքիոսի սարսափելի ծրագրի իրականացմանը։ Երկու ուժեր, մեկը լույսի, մյուսը խավարի, շարժվում էին դեպի իրենց անխուսափելի բախումը։ Եվ այդ բախման կիզակետում գտնվում էր այրիվանքը, հրաշքների վանքը, որը պետք է դառնա կամ հայ ժողովրդի հոգևոր վերածննդի օրրանը, կամ նրա ամենամեծ ողբերգության վայրը։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ էր սպասվում նրանց։ Սահակ Պարթևը, ոգեշնչված այրիվանքի հրաշքից և ժողովրդի աննախադեպ հոգևոր վերելքից, այլևս չէր կարող սպասել։ Նա, որպես իմաստուն հովիվ, զգում էր, որ հոտը պատրաստ է ընդունելու ամենամեծ պարգևը։ Եվ որ ցանկացած հապաղում կարող է սառեցնել այդ խանդավառությունը։ Նա անմիջապես հրաման արձակեց, որ Սուրբ Գեղարդը տեղափոխող սրբազան քարավանը արագացնի իր ընթացքը և հնարավորինս շուտ հասնի այրիվանք։ Նա ցանկանում էր, որ մասունքի ժամանանը համընկնի ժայռափոր եկեղեցու օծման հետ, այդ երկու իրադարձությունները միահյուսելով մեկ հզոր, անմոռանալի տոնախմբության մեջ, որը կդառնար հայոց եկեղեցու պատմության ամենապայծառ էջերից մեկը։ Նրա մտքում արդեն ուրվագծվում էին տոնակատարության մանրամասները՝ պատարագ, մատաղ, համաժողովրդական աղոթք։ Նա իր մոտ կանչեց Ղուկաս վարպետին և Անանիա աբեղային, հանձնարարելով նրանց պատրաստել վանքը հանդիսավոր ընդունելության համար։ Նրանք պետք է զարդարեին կիրճը, կազմակերպեին ուխտավորների տեղավորումը և ապահովեին ամեն ինչ, անվտանգությունից մինչև սնունդ։ Ոգևորությունը համակել էր բոլորին։ Վարպետները կրկնապատկեցին իրենց ջանքերը, վանականները անդադար աղոթում էին, իսկ ուխտավորները, լսելով մոտալուտ տոնի մասին, էլ ավելի մեծ խմբերով էին շտապում դեպի կիրճ։ Թվում էր, թե ոչինչ չի կարող խանգարել այդ լուսավոր գործին։ Բայց նրանք չգիտեին, որ խավարը հենց այդ պահին էր պատրաստվում իր վճռական հարվածին։ Եվտիքիոսը, օգտվելով ընդհանուր խանդավառությունից և այն փաստից, որ բոլորի ուշադրությունը սևեռված էր տոնական նախապատրաստությունների վրա, սկսեց իրագործել իր սարսափելի ծրագիրը։
Նա իր հավատարիմ մարդկանց եւ պարսից վարձկանների մի փոքրիկ, բայց լավ զինված ջոկատ հավաքեց եւ գաղտնի տեղակայեց նրանց Ազատի կիրճի շրջակա լեռներում։ Նրանք սպասում էին ազդանշանի, նրանք սպասում էին այն գիշերվան, երբ Սուրբ Գեղարդը կբերվեր վանք։ Նրանց նպատակը պարզ էր՝ հարձակվել գիշերվան մթության մեջ, երբ բոլորը հոգնած կլինեին եւ անպատրաստ, ստեղծել խուճապ, սպանել պահակներին եւ վանականներին, գողանալ նիզակը եւ անհետանալ լեռներում։ Հակամարտությունը հասել էր իր գագաթնակետին։ Դա այլևս աստվածաբանական վեճ չէր, դա բացահայտ պատերազմ էր։ Եվտիքիոսը, կուրացած իր նախանձով եւ պարտության զգացումով, վերջնականապես հատել էր բարու եւ չարի սահմանը։ Նա պատրաստ էր արյուն թափել, սրբապղծություն գործել, սրբապղծություն գործել։ Դավաճանել իր եկեղեցուն եւ իր ազգին, միայն թե ապացուցի իր ճշմարտացիությունը։ Նրա հոգին վերածվել էր սառցե անապատի, որտեղ հավատքի փոխարեն աճում էր միայն ատելություն։ Եվ ահա, երկար սպասված օրը եկավ։ Արևի վերջին շոհերի հետ միասին այրիվանքի մատույցներում հայտնվեց սրբազան քարավանը։ Արջևից գալիս էին զինվորները, նրանց հետևից սպիտակ հագուստներով սարկավակները, որոնք հունկ էին ծխում եւ սաղմոսներ երգում։ Իսկ կենտրոնում 4 ամենաավագ քահանաների ուսերին դրված էր ոսկեզոծ տապանակը, որի մեջ պահվում էր Սուրբ Գեղարդը։ Ամբողջ կիրճը լցվել էր մարդկանցով, բոլորը ծնկի էին իջել։ Օդում թևածում էր աղոթքի, խնքի եւ անսահման ակնածանքի բույրը։ Սահակ Պարթևը, կանգնած ժայռափոր եկեղեցու մուտքի մոտ, պատրաստվում էր դիմավորել մասունքը։ Նրա դեմքը փայլում էր երջանկությունից։ Սա իր կյանքի գործի գագաթնակետն էր։ Բայց դա միայն սկիզբն էր։ Հենց այն պահին, երբ տապանակը պետք է մտներ եկեղեցի, լեռներից լսվեց մարտական ճիչ, եւ գիշերվա մթությունից, ջահերի լույսի ներքո, հարձակվեցին Եվտիքիոսի մարդիկ։ Սկսվեց քաոս եւ խուճապ։ Ուխտավորները սարսափահար ճչում էին, զինվորները փորձում էին պաշտպանական դիրք գրավել, բայց հարձակումն այնքան անսպասելի էր, որ նրանք չէին հասցնում կազմակերպվել։ Դաժան բախում սկսվեց հենց եկեղեցու մուտքի մոտ։ Սրերի զնգոցը, վիրավորների հառաչանքները եւ հարձակվողների վայրի ճիչերը խառնվել էին իրար, ստեղծելով դժոխային սիմֆոնիա։ Եվտիքիոսի նպատակը տապանակն էր։ Նա եւ իր ամենամոտ զինակիցները ճեղքեցին պաշտպանությունը եւ շարժվեցին դեպի քահանաների։ Տեսարանը սարսափելի էր։ Հոգևորականները, որոնք րոպեներ առաջ սաղմոսներ էին երգում, այժմ իրենց մարմիններով փորձում էին պաշտպանել սրբությունը։ Այդ պահին ամեն ինչ կարող էր ավարտվել ողբերգությամբ, բայց հետո տեղի ունեցավ մի բան, որը ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Հենց այն պահին, երբ Եվտիքիոսի սուրը պետք է խոցեր տապանակը պահող ավագ քահանայի սիրտը, տեղի ունեցավ մի բան, որը փոխեց ոչ միայն ճակատամարտի ելքը, այլև պատմության ընթացքը։ Հանկարծ, առանց որևէ նախազգուշացման, ժայռափոր եկեղեցու խորքից դուրս եկավ մի գլեղարցք, օսլեպիտի լույս, որը մի պահ կուրացրեց բոլորին, եւ պաշտպաններին, եւ հարձակվողներին։ Այդ լույսը ուղեկցվում էր մի հզոր, խորհրդավոր ձայնով, որը կարծես գալիս էր երկրի ընդերքից եւ ստիպում էր քարերին դողալ։ Բոլորը սարսափահար սառեցին իրենց տեղերում։ Ճակատամարտը դադարեց։ Երբ լույսը մի փոքր մեղմացավ, բոլորը տեսան մի անհավատալի տեսարան։ Ժայռափոր եկեղեցու մուտքի մոտ, հենց այնտեղ, որտեղ տեղի էր ունեցել հրաշքը, հայտնվել էր մի կերպարանք։ Դա Սուրբ Գրիգոր Լուսավորչի ուրվականն էր, լուսավոր, թափանցիկ, բայց միևնույն ժամանակ աներկբա իրական։ Նա կանգնած էր, ձեռքերը տարածած, կարծես պաշտպանում էր իր հիմնած վանքը։ Նրա հայացքը, որը լի էր տխրությամբ եւ հանդիմանանքով, ուղղված էր ուղիղ Եվտիքիոսին։ Եվտիքիոսը, տեսնելով լուսավորչին, սարսափից գոռաց եւ հետ ընկավ, գցելով սուրը։ Նրա ամբարտավանությունը, նրա ատելությունը, նրա ողջ չարությունը փշրվեցին այդ սուրբ հայացքի տակ։ Նրա զինվորները, տեսնելով իրենց առաջնորդի սարսափը եւ հասկանալով, որ իրենք կռվում են ոչ թե մարդկանց, այլ հենց երկնային ուժերի դեմ, խուճապահար նետեցին իրենց զենքերը եւ սկսեցին փախչել, անհետանալով գիշերվա մթության մեջ։ Մի քանի ակնթարթ անց կիրճում կրկին լռություն տիրեց։ Լուսավորչի կերպարանքը դանդաղորեն լուծվեց օդի մեջ, թողնելով իր հետևից միայն օրհնության եւ խաղաղության զգացում։ Ճակատամարտը ավարտված էր, չարը պարտվել էր։ Հաջորդ առավոտ, երբ արևը ծագեց, այն լուսավորեց մի նոր աշխարհ։ Եվտիքիոսը խելագարված սարսափից եւ խղճի խայթից թափարում էր լեռներում, անverջ կրկնելով.
նա ինձ նայեց։ Նրան գտան մի քանի օր անց և փակեցին հեռավոր վանքերից մեկում, որտեղ նա անցկացրեց իր կյանքի մնացած օրերը ապաշխարելով իր գործած մեղքերի համար։ Սահակ Պարթևը ցնցված տեղի ունեցածից հասկացավ, որ Աստված ոչ միայն փրկեց իրենց, այլև տվեց մի մեծ դաս։ Նա հասկացավ, որ հավատքը պաշտպանելու համար երբեմն պետք է պատրաստ լինել ոչ միայն աղոթելու, այլև կռվելու։ Նա հրամայեց ամրացնել վանքը, ստեղծել վանական զինվորների ջոկատ, որը կպաշտպաներ սրբությունը ցանկացած ոտնձգությունից։ Այրի վանքը դարձավ ոչ միայն հոգևոր, այլև ռազմական կենտրոն, հավատքի ամրոց։ Սուրբ Գեղարդը վերջապես գտավ իր հանգրվանը ժայռափոր եկեղեցու սրտում։ Եվ այդ օրվանից վանքը սկսեցին կոչել Գեղարդավանք, ի պատիվ այն սրբության, որը դարձավ նրա պահապանը։ Եկեղեցին ավարտին հասցվեց, և դարերի ընթացքում նրա շուրջը փորվեցին նոր եկեղեցիներ, մատուռներ, խցեր, որոնք բոլորը միասին կազմեցին մի անհավանական համալիր՝ քարե սիմֆոնիա, նվիրված Աստծուն։ Գեղարդի և նրա սուրբ աղբյուրի հետ կապված բուժման հրաշքների մասին լուրերը տարածվեցին աշխարհով մեկ, այն դարձնելով համաքրիստոնեական ուխտատեղի։ Դարեր շարունակ, անգամ ամենածանր ժամանակներում, երբ Հայաստանը տառապում էր օտարի լճի տակ, Գեղարդավանքը մնաց անառիկ, պահպանելով ոչ միայն սուրբ նիզակը, այլև հայ ժողովրդի հոգին։ Նրա ժայռափոր ճարտարապետությունը, որը ծնվել էր հրաշքով, դարձավ աստվածային պաշտպանության և հավատքի անսասանության խորհրդանիշ։ Այսօր, երբ մենք այցելում ենք Գեղարդ, մենք տեսնում ենք ոչ միայն քարե կառույցներ, մենք զգում ենք այն հզոր հոգևոր ուժը, որը ներծծված է այս քարերի մեջ։ Մենք լսում ենք դարերի աղոթքների արձագանքը, մենք տեսնում ենք մեր նախնիների հավատքի վկայությունը, մի հավատք, որը կարող է լեռներ շարժել և ժայռերի մեջ տաճարներ կերտել։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է մի քանի կարևոր դաս։ Այն սովորեցնում է, որ սրբությունները ոչ թե կուռքեր են, այլ հավատքի խարիսքներ, որոնք մեզ կապում են Աստծո հետ։ Այն սովորեցնում է, որ հավատքն ունի հրաշքներ գործելու զորություն, և որ սրբավայրերը գտնվում են աստվածային պաշտպանության ներքո։ Եվ ամենակարևորը, այն ցույց է տալիս բնության և հոգևորության անխախտելի կապը, այն, որ Աստծո տունը կարող է լինել ոչ միայն մարդու ձեռքով կառուցված տաճարը, այլև հենց լեռան սիրտը։ Հիմա ես կցանկանայի դիմել ձեզ, սիրելի բարեկամներ, կիսվեք մեկնաբանություններում, թե ինչ կանեիք դուք, եթե հայտնվեիք Սահակ Պարթևի կամ Ղուկաս վարպետի տեղում, ինչպես կվարվեիք Եվտիքիոսի նման մարտահրավերի առաջ։ Ինչ եք կարծում, որն է այս պատմության ամենակարևոր դասը մերօրյա հայության համար։ Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար։ Շնորհակալություն ուշադրության համար։ Թող Աստծո օրհնությունը լինի ձեզ և ձեր ընտանիքներին։